Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն է։ Բարև ձեզ, պարոն Թևանյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Թևանյան, վաղաշաբաթի դիմընտրություններից արդեն 10 օր է անցել, եթե հետահայաց ամփոփենք, ըստ ձեզ որոնք էին այն պատճառները, որ վաղաշաբաթում ընդհանուր առմամբ չհաջողվեց Գյումրիի մոդելը կիրառել եւ ԿՊ-ին առնվազն տեղական մակարդակում իշխանությունից զրկել։ Նախ ես ասեմ, որ ոչ միայն թվերի առումով զուտ Գյումրի, այլ նաև Երևանի մոդել դա կարելի է կոչել, որովհետև Երևանում էլ են բարդվե քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները, ուղղակի այնտեղ տեղի ունեցավ կուլիսային առևտուր, մարդավորսություն կամ քաղաքական տերմինաբանություն է արդեն դարձել անասնագողություն եւ իրենք մնացին իշխանության։ Իրականում Երևանից է սկսել այդ process-ը։ Ինչ տեղի ունեցավ Երևանում։ Երևանում ընդդիմադիր էլեկտորատը հաղթեց իշխանամետ էլեկտորատին, ընդ որում Երևանում Հանրապետություն կուսակցությունը դեռևս շատերի համար բացահայտված չէր որպես կցորդ, որպես թուրքական 5-րդ Շարասյան ներկայացուցիչ եւ այլն, իրենք ընդդիմադիր էին ներկայանում։ Բացառել են ԿՊ-ի հետ կոալիցիան։ Այո, եւ կարելի ասել, որ 67%-ի չափով ընդդիմադիր էլեկտորատը հաղթեց ԿՊ-ին։ Այլ հարց է, որ հետագայում տեղի ունեցավ հաճախորդացման բացահայտում, իդեպս հանրապետության եւ տեղի ունեցավ կուլիսային առևտուր։ Դրա համար այդ մոդելը չաշխատեց, թե չէ մենք խոսենք Երևանից սկսած այդ մոդելի մասին։ Գյումրիում այո, հաջողվեց փոխել ԿՊ-ին, որովհետեւ բոլոր հիմնական խաղացողները, այդ թվում եւ Մայր Հայաստանը, մաքսիմալ քաղաքականացրեցին, մաքսիմալ ինտրիգ մտցրեցին ընտրարշավի մեջ, որը նպաստեց ընտրողների մասնակիցների քանակի աճին։ Սա շատ կարևոր հանգամանք է, ինչը չհաջողվեց անել իդեպ վաղաշաբաթում։ Ինչու վերլուծել եք պատճառները։ Որովհետև ոչ բոլորը մտան այդ process-ի մեջ որպես քաղաքական ֆիգուրանտներ։ Մայր Հայաստանը կարելի է ասել, որ ընդդիմադիր դաշտից, եթե ոչ միակը, ապա թիվ 1-ն էր, որը իր քաղաքականությամբ եւ քարոզությամբ նպաստում էր նրան, որպեսզի մարդիկ հետաքրքրություն ցուցաբերեն ընտրությունների նկատմամբ։ Մենք ամբողջ թիմով անցել ենք բոլոր 18 գյուղերով, անցել ենք Էջմիածնի բոլոր թաղամասերով ու բակերով եւ քարոզ ենք իրականացրել, բայց դե պարզ է, որ մի թիմ չի կարող ամբողջ տարածքում, ասենք, ամբողջ այդ ծանրությունը վերցնել իր վրա եւ չքաղաքականացումը, տեղայնացումը նպաստում էր ԿՊ-ի տեխնացուին։ Նիկոլ Փաշյանն ինքն էլ չեկավ, որովհետեւ հասկացավ, որ Երևանում եւ Գյումրիում հենց իր գալն էլ է նաեւ նպաստել, որպեսզի ԿՊ-ն խնդիրներ ունենա։ Հարցն այն չէ, որ ԿՊ-ի տեխնացուները լավն են Երևանում ու Գյումրիում։ Հարցն այն է, որ եթե Նիկոլ Փաշինյանը գալիս է, ինքը բարձրացնում է ընտրության մակարդակը համապետականի, իսկ համապետականում ինքը վարկանիշ չունի։ Խայտարակ վարկանիշ ունի ինքը, եւ այդ առումով, երբ որ ինքը գալիս է, իր հակավարկանիշը բերում է եւ կպցնում է իր տեխնացուին։ Այսինքն եւ Երևանի այդ վերջին ամփոփիչ հանրահավաքը եւ Գյումրիի սկզբնական հանրահավաքը լավ հարվածել են քաղաքացիական պայմանագրին, այստեղից իրենք փաստորեն հետևություններ են արել, որ վաղաշաբաթում պետք է իզութոզը չերևա Նիկոլ Փաշինյանի եւ պետք է ներկայացնեն մի մինուճար տղայի, որը փաստացի հոր անցած ճանապարհը ուրացող տարբերակով դարձել էր ԿՊ-ի տեխնացու։ Այս պարագայում մեզ պետք էր մաքսիմալ քաղաքականացնել եւ Մայր Հայաստանը իր ֆունկցիան կատարել է, դրա հետևանքն է նաեւ այս հազը, որ ես հիմա ունեմ։ Այսինքն ամբողջ քարոզարշավի ընթացքում մենք բավական ակտիվ ենք եղել ամբողջ թիմով։ Իսկ ձեզ համար հասկանալի էր, թե մյուս ուժերը ինչու չքաղաքականացրեցին այս ընտրությունները։ Չեմ կարող ասել, կարող է իրենց պատկերացումներով քաղաքականացրել են, բայց ունենք այս պատկերը, ես իհարկե կուզենայի, որ եւ հայրենիք կուսակցությունը անցներ եւ ժառանգություն կուսակցությունը, որը ընդդիմադիր դաշտում էր գործում,
այդ դեպքում այլ պատկեր կլներ, բայց մեծ հաշվով մեր հաշվարկներով մոտ 3000 մարդ ուղղակի չի եկել։ Այստեղ ես հենց մեղադրում եմ, որ մենք չենք կարողացել բոլորս այնպես անել, որ բերենք ընտրատեղամասեր, այդ մարդկանց քարոզենք, այդքանով պակաս է եկել եւ դրա համար այս պատկերը ունենք։ Մենք այստեղ արդեն ունենք Երևանի եւ Գյումրիի նաեւ վաղաշաբաթի ընտրությունների օրինակը 26 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ինչ դասեր պիտի քաղի ընդդիմությունը այս ընտրություններից, եթե իսկապես ցանկանում է, որ Նիկոլ Փաշինյանը այդ ընտրություններում չվերարտադրվի։ Նախ Նիկոլ Փաշինյանը եթե ընդդիմադիր դաշտը այսպես կոպիտ բառ օգտագործեմ, մեծագույն ապուշություններ չանի, ապա Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու շանս չունի։ Դա միանշանակ է, իր վարկանիշը խայտառակ ցածր մակարդակի վրա է, ինքը արդեն համապետական ընտրությունների ժամանակ չի կարող պահկվել, ոնց որ պահկվեց օրինակ վաղաշաբաթում։ Ինքը պետք է գա եւ իր դեմքով կանգնի եւ իր կերկերուն ձայնով հանդես գա հասարակության առաջ, որը ալերգիա, զզվանք եւ ատելություն է առաջացնում արդեն իր հանդեպ։ Եթե մենք նախկինում խոսում ենք, որ մարդիկ չեն ընդունում նրա վրաց քաղաքականություն, ապա հիմա տարբեր հետազոտություններով, այդ թվում մեր հետազոտություններով 65%-ը առանց քննարկման կողմ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Մնացած մի հատ ինչ-որ փոքր հատված կա, որ այսպես պասիվ վիճակի մեջ է, իր վարկանիշը իրականում տատանվում է 10-15%-ի շրջանակներում։ Իսկ ինչ ապուշությունների մասին նկատի ունեք, որ ընդդիմությունը պետք է չանի այս դեպքում։ Ну, շատ կոպիտ արտահայտվեցի իհարկե, բայց այս բանը դա այդ մասին չեմ ուզում խոսել, մենք ինքներս էլ ամեն ինչ անելու ենք, որ դրանք տեղի չունենան։ Մայր Հայաստանը ինքը համապետական նշանակության եւ համապետական հնարավորությունների ուժ է եւ մենք մեր ուժերի ներածին չափով կնպաստենք այն հանգամանքին, որ ընդդիմադիր դաշտում ճիշտ կոնֆիգուրացիաներ ձևավորվեն, մարդիկ չափավորեն իրենց հնարավորություններն ու ամբիցիաները եւ մարդիկ նպաստեն նրան, որպեսզի մենք կարողանանք ճիշտ միավորներով մասնակցել ընտրություններին։ Մենք դրա ձևերը գիտենք մասնակցելու, մենք ցույց ենք տալիս, որ համապետական ուժ ենք, որովհետև տարբեր քաղաքներում, տարբեր իրավիճակներում մենք մեր անցողիկությունը, իսկ Երևանում մոտ 16%-ը ցույց են տալիս, որ մենք այդ հնարավորությունները ունենք, բայց մեզ համար, կոնկրետ Մայր Հայաստանի համար, խնդիրը մանդատը չի։ Այդ մանդատը ես ունեցել եմ ազգային ժողովի պատգամավորի, ինքս հրաժարվել եմ, մեր թիմում էլի մանդատից հրաժարվողը եղել եւ կա կոնկրետ պատգամավորությունից Արեգնազ Մանուկյանի մասին է խոսքը, այսինքն մենք ցույց ենք տվել, որ մեզ համար ազգային ժողովի պատգամավորի մանդատը չի նպատակ ու խնդիր։ Մենք այդ մանդատը կարող ենք ստանալ, ապացուցել ենք այս ընտրություններով, որ մենք անցողիկ ուժ ենք, համապետական երևույթ ենք եւ կարող ենք ներգրավված լինել ազգային ժողովի աշխատանքներում, բայց մեր համար դա չի գլխավոր խնդիրը։ Մեզ համար կարևորը իշխանափոխություն իրականացնելն է եւ Հայաստանի համար իրական անվտանգություն, իրական խաղաղություն եւ իրական զարգացում ապահովելն է։ Նիկոլ Փաշինյանի պարագայում դա բացառվում է։ Նիկոլ Փաշինյանը դա Հայաստանի գերեզմանափորն է, եթե ինքը մնում է, Հայաստանը շանս չունի, ինչպես որ Արցախը շանս չունեցավ։ Այս պարագայում մենք ինքներս լինելով այն ուժը եւ գործնականում ապացուցելով, որ մենք հենց այդ ուժն ենք, որ կարող ենք ներկայացված առանձին մասնակցելով, կարող ենք ներկայացված լինել ազգային ժողովում, մենք ինքներս կողմնակից ենք, որպեսզի միավորումներ տեղի ունենան։ Այդ թվում դուք եք պատրաստ որևէ խոշոր միավորի ներառվել։ Այո, այդ խոշորն ու փոքրը միջինը Հայաստանում շատ հարաբերական է, չգիտես ինչի գրեկացված է, դա միայն փողով է չափվում, բայց նույնիսկ եթե այդ տրամաբանությամբ վերցնենք, մենք ինքներս կողմ ենք, որպեսզի ճիշտ կոնֆիգուրացիաներ ձևավորվեն եւ մենք կարողանանք իրավիճակը փոխել, այլ ոչ թե գնանք ազգային ժողով նստենք եւ ընդհանրապես տեսնենք, որ հա մենք պատգամավորական մանդատ ունենք։ Ես կրկնեմ, ես այդ մանդատը ունեցել եմ եւ հրաժարվել եմ։ Սա է ամբողջ իրականությունը, այսինքն մեր համար դա գերնպատակ չի, մեր համար գերնպատակը այս իրավիճակի փոփոխությունն է, որը խայտառակ
իրավիճակ է եւ սպառնում է Հայաստանի գոյությանը։ Մենք հնարավոր է որ մենք ցես կրկին Հայաստան դաշինքի կազմում տեսնենք նույն Մայր Հայաստանին, քանի որ այս պահին ընդդիմության շարքում Հայաստան դաշինքն է եւ Սամվել Կարապետյանի ուժն է, որոնք ակնհայտ իրենց շուրջ այդ խոշորացման process-ը կարող են տանել։ Ես չէի ասի այդտենց անուններով, չէ, մենք առանձին ուժ ենք, եթե ռակիրովկաներ անենք, իմաստ չէր ունի իմ դուրս գալը։ Ծառայողը չեք բացառում այս սցենարը։ Ես էֆեկտիվ չեմ համարում դա։ Եթե էֆեկտիվ համարեի, չէի բացառի, բայց խնդիրը դա չէ։ Խնդիրը նույնիսկ ցույց տալը չի, որ մենք առանձին ենք եւ այլն։ Մենք առանձին ինքնուրույն ուժ ենք Մայր Հայաստանը եւ դա ցույց ենք տվել, անկախ նրանից ով կմասնակցի ընտրություններին, որտեղ կմասնակցի ընտրություններին։ Մենք մեր նիշան ունենք, այսպես ասած, քաղաքական դաշտում, ինչ խոսակցությունները որ լինեն կամ դրանից առաջ էլ կային, թե իբր Մայր Հայաստանը չի կարող առանձին եւ այլն, մենք ցույց տվեցինք, որ չէ, որտեղ է լինենք, հատկապես Երևանում դա շատ լավ երևաց։ Որտեղ է լինենք, մեր նիշան ունենալու ենք։ Բայց խնդիրը միավորումների ճիշտ կազմակերպելու մեջ է։ Եթե դու միավորվում ես եւ մեկին գումարած մեկը չես դարձնում 3, այսինքն քաղաքական սիներգիա տեղի չունենում, ապա իմաստ չունի այդ միավորումը։ Իսկ եթե դու միավորումներ ես տալիս, որոնք ընդհակառակը կարող են մինուս էլ բերել, էլի իմաստ չունի։ Պետք է այնպիսի միավորումների նպաստել, որ մուլտիպլիկատիվ էֆեկտով մեծ շերտեր իրար գումարվեն։ Տեսեք, Մայր Հայաստանը այն ուժերից է, որը եւ քաղաքական խոսույթ ունի, եւ անվտանգային խոսույթ ունի։ Այսինքն մենք այդ կարևորագույն հարցերով մեր բանաձևերը ունենք։ Եվ նաեւ մեր սոցիալական խնդիրներով ենք զբաղվում, մարդկանց կենցաղային խնդիրներով, տնտեսական խնդիրներով եւ այս երկուսի սինթեզը մենք ներկայացնում ենք քաղաքական հատվածները, երբ որ մենք դիտարկում ենք, տեսնում ենք, որ կա հատված, որը հիմնականում կամ միայն անվտանգային հարցերից է խոսում, եւ կա հատված, որը միայն, ասենք, այդ սոցիալական հարցերից է խոսում, այս երկուսն է թերի են իրենց մոտեցումներում, այդ շերտերը, սոցիալական հատվածը ճիշտ է ավելի մեծ է, մարդիկ այդ մոխրագույն հատվածն է հասարակության, որոնք առաջերտին հենց իրենց կենցաղային խնդիրներով են հետաքրքրում, հետո նոր, ասենք, Զանգեզուրի միջանցք լինել չլինելու կամ Արցախի կամ մյուս հարցերով, դա էլ է բնական ամբողջ աշխարհում էլ այդպիսի երևույթներ կան, որ ազգային հարցերով մարդիկ 10-15% չափով են հետաքրքրում։ Մնացածը իրենց կենցաղային հարցերով են հետաքրքրում, բայց եթե դու միայն կենցաղային հարցերով հանդես գաս առանց պետական կառավարման կարևորագույն խնդիր հանդիսացող անվտանգության եւ խաղաղության ապահովման եւ հարևանների հետ հարաբերությունների հստակեցման, ապա դու չես կարող միայն, այսպես ասած, հացի խնդրով այդ հարցը լուծել։ Եվ եթե դու միայն անվտանգային հարցերով խոսաս եւ հացի խնդիրը աչքաթող անես, էլի դու չես կարող հանդես գալ։ Այս երկուսի սինթեզն է պետք, այդ առումով մենք մեր նիշան ունենք եւ մենք այդ տրամաբանությամբ կառաջարկենք, որպեսզի քաղաքական միավորումներ տեղի ունենան եւ այնպես պետք է անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը որևէ շանս չունենա վերարտադրվելու։ Պարոն Թևանյան, վաղաշաբաթի թիմ ընտրություններից հետո առավել հաճախ շահարկվող թեզն այն է, որ տեղի բնակչությունը Նիկոլ Փաշինյանին վեհարանի վրա գրոհելու քարտ բլանշ տվեց։ Փաշինյանն իր հետընտրական առաջին գրառման մեջ այս շեշտադրումը կատարել էր։ Դուք որքանով եք կիսում այս պնդումը եւ ինչ եք կարծում։ Հնարավոր է նա այնքան ողջևորվի այս հաղթանակից, որ առաջիկայում իսկապես գրոհի Մայրաթորի վրա եւ դրանից բխող բոլոր հետևանքներին մենք ականատես լինենք։ Մայրաթորի վրա գրոհը հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը բացարձակապես կապ չունի վաղաշաբաթի ընտրությունների հետ այն առումով, որ Նիկոլ Փաշինյանը այդ հրահանգը շրջաբերականը ստացել է Թուրքիայից ու Ադրբեջանից Փաշազադեի շուրթերով ու անկախ ընտրությունների արդյունքներից ինքը պետք է շարունակի այդ գրոհը, եթե նույնիսկ վաղաշաբաթում իրենք պարտվեին, ինքը դա չէր դադարեցնելու, որովհետև դա արտաքին պատվեր է եւ ինքը որպես խամաճիկ արտաքին ուժերի, կոնկրետ Թուրքիայի ու Ադրբեջանի հարձակվում է հայ առաքելական եկեղեցու դեմ։ Այդ ծրագիրը աշխարհաքաղաքական ծրագիր է եւ նպատակ է հետապնդում կազմաքանդել համահայկական նշանակություն ունեցող կառույցը, տվյալ դեպքում մեր եկեղեցին, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը կարողանան իրենց ծրագրերը առաջ տանել։ Եկեղեցին երկու թեմայով է որպես կանոն, ավելի ճիշտ 3 անհանգստացնում Թուրքիային ու Ադրբեջանին։ Եկեղեցին խոսում է ցեղասպանության հարցից, խոսում է արցախահայության իրավունքներից, խոսում է Բաքվում պահվող հայ կալանավորներից, գերիներից։
այս 3 հարցն էլ Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրում, նրան արգելված է այդ մասին խոսել եւ այդ մասին խոսում է օրինակ հայ առաքելական եկեղեցին, ճիշտ է քաղաքական ուժերն են խոսում, բայց հայ առաքելական եկեղեցին համահայկական կառույց է, որի մեջ ներառվում է նաեւ Սփյուռքը։ Անհամեմատ ավելի մեծ կշիռ ունի եկեղեցին։ Այո, հենց սա է նպատակը, որ Թուրքիան ու Ադրբեջանը խնդիր են դրել համահայկական նշանակության կառույցից եկեղեցին դարձնել լոկալ նշանակության գրպանային կառույց։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է, թե ով իրեն ինչպես է պահում։ Ես առայժմ անուններ չեմ ուզում իհարկե տալ, բայց եկեղեցական համակարգում կան մարդիկ, ովքեր ուզում են օգտվել այդ իրավիճակից, նրանք ուղղակի հուդայի վարքագիծ են դրսևորում։ Այստեղ խնդիրը առանձին հոգևորականները չեն, ինչպես ուզում են ներկայացնել Նիկոլ Փաշինյանը։ Այստեղ խնդիրը համահայկական կառույցն է, եւ Թուրքիայի պատվերով հենց այդ համահայկական կառույցի վրա հարձակվել են եւ ընդհանրապես դա կապ չունի վաղաշաբաթի ընտրությունների հետ։ Նա օգտագործում է, շահարկում է այդ ընտրության արդյունքը, բայց այդ պատվերը ինքը շատ ավելի շուտ եւ լրիվ ուրիշ տեղերից էր ստացել։ Վաղաշաբաթի ընտրությունը մարդիկ չեն քվեարկել նրա համար, որ ինքը հարձակվի Վեհարանի վրա։ Անկամ եթե դրա համար 15000 քաղաքացիներ չեն որոշելու այս հարցը։ Չէ, իրենց տեխնացուն այդ ուրացողների դաշինքի ներկայացուցիչը ինչ էր ասում։ Երբ որ իրեն հարց էին տալի եկեղեցու թեմայով, ինքը խուսափում էր։ Այսինքն ինքը մաքսիմալ խուսափել է, չի ասել, այո, մեզ ձայն տվեք, որպեսզի մենք գրովենք Վեհարանի վրա։ Չի եղել այդպիսի բան։ Չի եղել։ Ընդհակառակը մենք ասել ենք Նիկոլ Փաշինյան, եթե ռիսկ ունես գլուխդ բնիցդ հանի, արի մասնակցի վաղաշաբաթի ընտրություններին, արի քաղաքացիների հետ հանդիպի, որովհետև չէր կարող ինքը գար։ Ես անկեղծ եմ ասում, մեր հետազոտությունները եւ անհատական շփումները ապացուցում, որ իրեն ոչ թե չեն ընդունում, այլ զզվում են իրանից մարդիկ։ Ու ինքը երևի շատ լավ գիտի դա։ Եվ այն տեխնոլոգիաները, ովքեր որ աշխատել են իրենց օգտին, իրանց երևի ռեկոմենդացիաների մեջ առաջի կետով նշել են Նիկոլ Փաշինյանի ոդկը չերևա վաղաշաբաթում։ Տեխնացուն էլ մաքսիմալ տարանջատվի։ Տեխնացուն էլ մաքսիմալ տարանջատվի ՔՊ-ից, Նիկոլից եւ այլնից։ Սա է եղել իրենց հիմնական ռեկոմենդացիան, այնպես որ դա Վեհարանի հետ կապ չունի եւ Վեհարանի պաշտպանությունը եւ հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունը դա Հայաստանի Հանրապետության պաշտպանության համարժեք քայլ է դառնում։ Խոսենք նաև արտաքին զարգացումներից։ Օրերս Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները բախվում էին եւ նրանք բավականին տպավորված են վերադարձել այնտեղից, նշում են, որ Ադրբեջանը իսկապես խաղաղություն է ցանկանում։ Ըստ ձեզ ինչ տվեց այս այցը Հայաստանին, որի համար մենք բոլորս բավականին թանկ շուրջ 18 միլիոն դրամ վճարեցինք, եւ եթե օրինակ Ադրբեջանը հակված է խաղաղության, ինչպես իրանք են պնդում, ինչու է նույն մարդկանց չթույլատրեց տեսակցել Բաքվում ապօրինաբար պահվող մեր գերիներին ու պատանդներին։ Ձեր հարցի մեջ արդեն մեծ հաշվով պատասխանը կա։ Նրանք ովքեր որ գնացել են ի պաշտոնը պետք է գոհ լինեն այդ այցից, իրանք փող են աշխատում, ուղղակի գրանտեր են ստանում համապատասխան եւ իրանք մերկանցիլ անհատական շահեր ունեն այդպես գնահատելու համար։ Բաքուն այո ձեռնտու է իրեն ցույց տալը, որ իրենք խաղաղություն են ուզում, բայց իրենք Սևանը ուրիշ անվանում են տալիս, Երևանին ուրիշ անվանում են տալիս եւ ամենակարևորը մենք խոսում ենք Վեհարանի դեմ հարձակումից։ Ուրեմն Ադրբեջանում արդեն արևմտյան Ադրբեջան կոչվածի հոգևոր թեմ են ստեղծել։ Այդ որ իրենք ասում են Արցախի թեմը լուծարեք, Արցախ անունը մի տվեք, բայց իրանք ինչի են արևմտյան Ադրբեջան, այսինքն Հայաստանի վրա թեմ են ստեղծել, կոչված Երևանի Ղազիաթ են ստեղծել։ Հա, իրանք այդ ստեղծել են։ Այդ խաղաղություն կոչվածը իրենց համար ընդհանրապես process է, որով իրենք, ինչպես Ալիևն էր հայտարարել, ուզում են ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով մտնել Հայաստան գրավելու։ Այս մարդիկ նպաստում են այս գործընթացի փաստացի։ Այդ մարդիկ փող են աշխատում, ես այդ մարդկանց վարքագիծը չեմ կարող քաղաքական տեսակետից գնահատել, նրանք ովքեր որ գնում են Բաքու հիացական մեկնաբանություն են տալիս, դրանք նմանություններ են գտնում մեր եւ ադրբեջանցիների միջեւ։ 5-րդ շարասան ներկայացուցիչները եւ փող են աշխատում, դրանց համար ոչ մի սրբություն չկա։ Հիմա տեսեք օրինակ կան չէ այսպես կոչ, այդ ով է ասում քաղ հասարակություն, ինչ նշանակում քաղ հասարակություն, այդ ով է որոշել որ իրանք քաղ հասարակությունն են։ Կամ միայն իրենք քաղ չէ, ինչ նշանակում քաղ հասարակություն, որոնք գրանտ են ստանում։ Հայաստանում մի հատ խեղաթյուրված պատկերացում կա քաղ հասարակության մասին։ Եթե դու հակառուսական ես, եթե դու թուրքամետ ես,
Եթե դու այսպես կոչված արևմտամետ ես եւ թութակի պես կրկնում ես Մակրոնների, Միշելների, Ուրսուլաների ասածները, ուրեմն դու քաղ հասարակություն ես։ Եթե դու Հայաստանակենտրոն ես, ուրեմն դու քաղ հասարակություն չես։ Սա է իրանց խեղաթյուրված բանաձևը։ Հիմա դրանք ինչ քաղ հասարակություն։ Մենք ինչ-որ բիզնեսմենների են, դրանք ցեխավիկներ են, ուղղակի դրանց բիզնեսը Հայաստանի Հանրապետության շահերի հաշվին աշխատել է։ Մի ժամանակի այդ նույն շրջանակները կողմային, որ Արցախը հանձնվեր, Արցախի հետ կապված էին այցեր անում։ Արցախը հանձնվեց, հիմա անցել են Հայաստանին։ Քննարկելու բան չկա։ Պարոն Թևանյան, տևական դադարից հետո 3 Ժիրայր Լիպարետյանը հերթական հարցազրույցը տվեց եւ ուղերձներ փոխանցեց, այո։ Օրինակ նշում է, որ Հայաստանում անկախությունից ի վեր թուրքի զինվորը երբեք չի մտել մեր երկիր, չնշելով, թե օրինակ նույն թուրք զինվորները 20 թվականի 44-օրյա պատերազմում ինչ դերակատարություն են ունեցել։ Ինչով եք պայմանավորում Լիպարետյանի հերթական հայտնությունը եւ ինչու է վերջինս հանրայինի եթերից այս թուրքական թեզերս փոխանցում մեր հանրությանը։ Նշեմ, որ օրեր առաջ էլ Թուրքիայի արտգործնախարարն էր հայտարարել, որ Թուրքիան Հայաստանի հետ որևէ խնդիր չունի, գրեթե նույն բանը Լիպարետյանն էր ասում։ Դե ինքն էլ պաշտոն է, պետք է այդպիսի բաներ հայտարարի։ Ինքը այլ երկրի քաղաքացի, այլ երկրի շահեր է պաշտպանում, ուղղակի կրկռացող ագրավի պես հայտնվում է այն պահերին, երբ որ Հայաստանը պետք է ինչ-որ բան հանձնի։ Մի հատ 44-օրյա պատերազմից առաջ էր հայտնվել եւ հիացական գնահատականներ էր տալիս Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, ստացանք պատերազմ եւ պարտություն։ Դրանից հետո կորավ այդ մարդը, իր միսիան այդ պահին ավարտվեց։ Հետո ի հայտ եկավ հոկտեմբերի 6-ից առաջ 22 թվականի։ Իսկ հոկտեմբերի 6-ին տեղի էր ունենում այդ դավաճանական գործարքը։ Արևմուտքի այդ գլոբալիստական շրջանակները, Մակրոնները, Միշելները, այդ սդիկայական այդ համակարգը, այդ Ուրսուլա բան եւ այլն։ Դրանք բոլորը որոշեցին իրենց հակառուսական ծրագրերը կյանքի կոչելու համար զոհաբերել Արցախը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։ Նիկոլին էլ ասեցին, քեզ երաշխիքներ կտանք, աթոռդ կպահես։ Եվ տեղի ունեցավ այդ դավաճանական ակտը, դրանից առաջ ուրեմն Լիպարետյանը գովերքում էր այն գործընթացները, որ տեղի էին ունենում այդ եվրոպական հարթակներում եւ կորցրեցինք Արցախը։ Արցախի կորստից հետո կորավել է այդ մարդը։ Հիմա նորից հայտնվել է, կկուն կանչել է։ Հիմա նորից հայտնվել է եւ հիացական գնահատականներ է տալիս Թուրքիան ու Ադրբեջանի եւ հոխորտում է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեմ։ Գիտեք, Ռուսաստանին քննադատելը առարկայական, մեզանից լավ ոչ մեկ չի կարող անել։ Եվ մենք դա անում ենք։ Բայց մենք դա անում ենք, որպեսզի խնդիրները լուծվեն, հաղթահարվեն, այլ ոչ թե փչանան հարաբերությունները։ Հիմա այս մարդկանց խնդիրը Հայաստանի հաշվին գլոբալիստական հակառուսական ինտերնացիոնալին օգուտ տալն է։ Օրինակ դուք որ հարցում եք Ռուսաստանին քննադատել, քանի որ շատերը ձերս խոսքերին կասկածանքով կվերաբերեն, ինչ հարցում համաձայն չեք Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի քաղաքականությունը, որ իրականացվում է, շատ իներտ է եւ Ռուսաստանը ինքը պետք է կարողանար ճիշտ հաշվարկներ իրականացնել, որտեղ որ մենք խնդիրներ չենք ունենա նույն Արցախի հետ կապված եւ այլն, բայց Ռուսաստանը խորացել է Ուկրաինայի ուղղությամբ եւ չի կարողանում հասցնել այստեղ, բայց Ռուսաստանի տարածքին, որ նայում ենք, իր հնարավորություններին, որ նայում ենք, ինքը իրավունք չունի մի ուղղությամբ կենտրոնանալ։ Այսինքն ես համարում եմ, որ Արցախի կորուստը դա մեր համար ռազմավարական նշանակության կորուստ էր եւ մեծագույն ողբերգություն, բայց դա նաեւ պարտություն է Ռուսաստանի համար։ Այս առումով իրենք պետք է հետևություններ անեն։ Իրենց վարած քաղաքականությունը, ընդհանրապես Նիկոլի հետ այդ քաղաքականությունը, չնայած մեծ հաշվով ես ոչ իրենց մեղադրում եմ, ոչ էլ իրենց գովում եմ այդ առումով։ Դա մեր խնդիրն է, մեր ներսի խնդիրն է Նիկոլի հարցերը լուծելը քաղաքական դաշտում, եւ այստեղ ես որևէ մեկից որևէ ակնկալիք չունեմ։ Մենք մեր պետության ներսում ինքներս մեր հարցերը պետք է կարգավորենք։ Եթե Հայաստանի ղեկավարը Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչում, մենք ումից ինչ կարող ենք պահանջել։ Այդ թեման փակված է եւ մենք պետք է նաեւ բացենք աչքերը այն մարդկանց, ովքեր ասում էին, որ Ֆրանսիան մեզ կօգնի եւ Մակրոնը թիվ 1 պատասխանատուներից է Արցախի կորստի համար։ Ինքը ամեն ինչ արել է, որ դա տեղ ունենա։ Ինչ է թե իրենք Ռուսաստանին այդտեղից հեռացնեն Արցախից։
արձախահայության կյանքի գնով Ֆրանսիան իր խնդիրներն էր լուծում եւ հիմա էլ Թուրքիայի ոտքերից են կախված։ Հասկանում եք, եւ նույն Ուկրաինային տեսեք ինչ են անում, ասում են թե թող գնան ուկրաինացիները կոտորվեն։ Ինչ խաղաղություն, ինչ բան։ Տրամպը եւ Պուտինը փորձում են համաձայնության գալ Ուկրաինայի հարցում, հիմնական խանգարիչները դարձել են եվրոպացի այդ սրիկաները, այդ Ուրսուլաները, Մակրոնները, այդ Միշելներ, բան այդ ամբողջ այդ կոգորտան հանցագործների դեմ է որպեսզի խաղաղություն լինի Ուկրաինայում։ Իրենք ասում են թող գնան ուկրաինացիները մեռնեն, բայց զուգահեռաբար ռուսները կմահանան, Ռուսաստանն է կթուլանա, հիմա ոչինչ որ Ուկրաինայից ոչինչ չի մնա տակը։ Կարևորը Ռուսաստանի արունակամ կլինի։ Հա, ասում են կարևորը որ բանը Ռուսաստանի վնաս տանք, թե հիմա ուկրաինացիները կկոտորվեն, թող կոտորվեն։ Այս ռասիզմը եւ ֆաշիզմը, որը հանդես է գալիս նեոլիբերալիզմի դեմքով, պետք է արմատախիլ արվի ամբողջ աշխարհից։ Եվ հիմա այդ հոսանքների պայքար է գնում նաև եւ հակառակ հոսանքի ներկայացուցիչը Տրամպն է։ Դրա համար սրանք ֆշշացնում են, այսպես ասած։ Եթե նկատել եք հայաստանյան այսպես կոչված արևմտամետների հեչ դուրը չի գալի Տրամպի քաղաքականությունը, որովհետեւ Տրամպի քաղաքականությունը ուղղված է նաև իրենց արժեքների դեմ, իրենց արժեքները այդ ապազգային, հակաազգային, գլոբալիստական, այդ լիբերտարիստական, ուտիլիտարիստական, այդ օգտապաշտական այդ ստամոքսային արժեքներն են, որոնց համար փողը եւ ստամոքսը գլխավոր կուլտ են հանդիսանում եւ զրո այսպես վերաբերմունք կա պետության, ազգայինի եւ այլի նկատմամբ։ Այս շրջանակները հիմա պարտություն են կրում, դրանց դրածոներն են Զելենսկիները, Սաակաշվիլիները, Նիկոլները, հիմա դրանց այդ ամբողջ կողորտան պետք է մաքրվի աշխարհի երեսից, քաղաքական քարտեզից, որպեսզի աշխարհը կարողանա հանգիստ շնչել։ Սրանք են պատերազմներ բերում։ Վրաստանում բերեցին, Ուկրաինայում բերեցին, Հայաստանում, Արցախում բերեցին Նիկոլների ձեռքերով, Զելենսկիների, նույնը անում են հիմա Մոլդովայում։ Խայտարակություն է տեղի ունենում եւ անունը դրել են ժողովրդավարություն։ Զրո ժողովրդավար, սրանք նեոֆաշիստական ուժեր են, նեոնացիստական, ռասիստական ուժեր են, որոնք համարում են, որ իրենց ռասիզմը դա ապազգային տեսակն է, դա նոր տեսակն է ազգի, որը այսպես ասած ազգություն չունի, մի քիչ պարադոքսալ է հնչում, բայց սա է իրանց արածը։ Իսկ Ժիրայր Լիպարիցյանի մասով դուք որ ասեցիք, ինքը փաստացի թուրքական շահերի ներկայացուցիչն է, ինքը հենց այն հոսանքի ներկայացուցիչն է, որը այսպես ասած աշխարհում գլոբալ պատերազմների կողմնակից է։ Մենք աշխարհի գլոբալ խաղաղության կողմնակից ենք եւ կարծում ենք, որ գլոբալ խաղաղության կուսակցության ներկայացուցիչները ամբողջ աշխարհում պետք է զուգահեռաբար իրենց ինտերնացիոնալը ստեղծեն, ինչպես որ դա արել են պատերազմի կուսակցության գլոբալիստական ներկայացուցիչները։ Եվ այս մարդը, ով Հայաստանում բավականին բարձր պաշտոններ է զբաղեցրել, նախագահի խորհրդականն է եղել, փոխարտգործնախարարը, հայտարարում է, որ չի հասկանում, թե ինչ է նշանակում արժանապատիվ խաղաղություն ասվածը։ Ինչ վտանգավոր ուղերձ է իր մեջ այս հայտարարությունը պարունակում, արդյոք սրանով մեր հանրությանը նա հերթական ցավոտ զիջումներին է նախապատրաստում, որի մասին դուք էլ ձեր խոսքում ակնարկեցիք, եւ այդ զիջումները ինչ տեսքով պետք է լինեն։ Լիպարիցյանը ոչ միայն ցավոտ զիջումների է պատրաստում, այլ նախ եւ առաջ մոլորեցնում է մեր հանրությանը։ Հիշում եք պատերազմից առաջ էլ այդ Լիպարիցյանները եւ այդ Նիկոլները ասում են պատերազմ չի լինի, եթե լինի Թուրքիան չի խառնվի։ Լրիվ փափուկ բարձ դնելու քաղաքականություն էր տեղ ունենում։ Հիմա նույնն է տեղի ունենում։ Հիմա ասում են տեսեք չեն կրակում։ 44 օրյա պատերազմից առաջ չէին կրակում։ Դուշանբեից հետո։ Հա, չէին կրակում, հետո ինչ, չէին կրակում, որովհետև ինչպես պարզվեց Նիկոլ Փաշինյանը ասել է ինձ ժամանակ տվեք, որ սա պատրաստվեմ հանձնեմ։ Հետո ասել է թե զիջումների մասին հայտարարեմ, ինձ կսպանեն Հայաստանում։ Մի հատ արձագանք չկա, չէ, այստեղից։ Իրանց չինովնիկի ասացին Ադրբեջանն արձագանք կա, չէ։ Այսինքն լրիվ ճիշտ են ներկայացրել։ Այդ մարդը ասել են ժամանակ տվեք, ոտքերս պնդացնեմ, հետո ձեր ուզածը կանեմ, սա կհանձնեմ։ Մի կրակեք, որ այնտեղ ձևակերպեն, որ տեսեք, ես խաղաղություն եմ բերել։ Հիմա էլ են ասում մի կրակեք, բայց ինչի կրակեն, թե ամեն ինչ ստանում են։ Ստանում են, դա իրանց պատկերացրածը։ Խափում են ժողովրդին իբր խաղաղություն են բերել։
Եվ պարոն Թևանյան, մենք Ուկրաինայի հակամարտությունը կանգնեցնելու հնարավորությունից էլ խոսեցինք։ Գիտեք, Միացյալ Նահանգների նախագահի ծրագիրը վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է եւ տարբեր կարծիքներ են սրա կապակցությամբ հնչում։ Ամեն դեպքում, չնայած Արևմուտքի Եվրոպական միության դիմադրությանը, որքանով է այս ծրագրի իրագործումը իրատեսական համարում եւ եթե Ուկրաինայում ռազմական գործողությունները կասեցվում են, ապա դա Հայաստանի վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Բնականաբար մենք կողմնակից ենք, որպեսզի Ուկրաինայում շուտապույտ խաղաղություն հաստատվի։ Հայաստանում գործող թուրքամետները, թուրքական 5-րդ շարասյան ներկայացուցիչները ճիշտ հակառակ կարծիքի են, ասում են լավ կլինի շարունակվի այդ պատերազմը, ոնց կարող է չշարունակվի։ Այսինքն իրանք նույն տրամաբանությամբ ասում են Հայաստանը թող կործանվի, եթե դա վնաս է բերելու Ռուսաստանին, թող կործանվի։ Այսինքն իրանք փող են ստանում, որպեսզի Հայաստանը կործանվի։ Ասում են, որ պատերազմը ավարտել Ռուսաստանն Ադրբեջանին դրդելու է, Հայաստանի վրա հարձակվի։ Ապուշություններ են դուրս տալիս, այդպեսի բան չկա։ Ճիշտ հակառակը։ Պուտինն ու Տրամպը այսօր փորձում են գլոբալ խաղաղություն հաստատել, որովհետև դա իրենց ձեռնտու է նաև քաղաքական տեսակետից, բացի այդ Տրամպի խնդիրը Ամերիկայի էկոնոմիկան փրկելն է։ Եվ եթե դուք նայեք, թե 28 կետանոց առաջարկին եվրոպացիները ինչպեսի 24 կետոնոց առաջարկ են հակադրում, պատճառն այն է, որ ցույց տան, որ տեսեք Ռուսաստանն էլ է մերժում։ Հիմա Զելենսկին է մերժում 28 կետը, հիմա իրանք ուզում են այնպեսի կետեր առաջ քաշեն, որ Պուտինը մերժի, բայց ինձ թվում է Ռուսաստանում շատ պրակտիկ հետևություն են արել այս վարքագծից, այս սորերին ավելի լայնամասշտաբ ռազմական գործողություններ են իրականացնում եւ իրանք ի վերջո պարտադրելու են խաղաղություն։ Զելենսկին նույն Նիկոլությունն է անում։ Ինչպես Նիկոլը ասում էր, դե եթե ես կանգնացնեի պատերազմին, ինձ կասեին Նիկոլ Դավաճան։ Այսինքն ինքը հոկտեմբերի 19-ից հետո Նիկոլ Փաշինյանը 20 թվականի հոկտեմբերի 19-ին կարող էր կանգնեցնել պատերազմը լրիվ ուրիշ ելքով, լրիվ ուրիշ պատկերով եւ առնվազն 2000 զոհ պակաս կունենայինք։ Շուշին էլ մեր վերահսկողության տակ կմնար։ Ինքը ասաց, որ իմ իմիջի համար ես չեմ կանգնացել։ Հիմա նույնը Զելենսկին անում։ Սրանց կուրատորները, սրանց տեխնիկավարները նույն մարդիկ են ու ալարում են նույնիսկ տեքստերը փոխեն։ Տալիս են, ասում են գնացեք խաղաղություն, արժանապատվություն, ինքնիշխանություն բառերը հաճախ օգտագործեք ու հանձնեք եւ խաղաղությունը եւ ինքնիշխանությունը եւ արժանապատվությունը։ Այս սրանք իրանց պետության վրա ուղղակի չարորակ ուռուսկներ են եւ Զելենսկին մեծագույն ողբերգություն է բերել ուկրաինացի ժողովրդին։ Հիմա էլ ասում է դե ոչինչ, մենք այսպես իբր թե արժանապատվության համար կարող ենք կոտորվել։ Իրականում իրանք ուղղակի գործիք են դարձել գլոբալիստական այն շրջանակների ձեռքում, որոնց գլխավոր նպատակը Ուկրաինան չի, Վրաստանը չի, Հայաստանը չի, Մոլդովան չի։ Իրանք առանց աշկ թարթելու կարող են Մոլդովային էլ հիմա ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։ Մոլդովան կոտորվի, իրանք էլ Ռուսաստանին ասեն դե լավ հերթական ճակատը բացվեց, հերթական վնասը կստանա Ռուսաստանը։ Ոնց որ Վրաստանում էին փորձում անել։ Վրաստանում փորձում են անել, վրացիները հետևություններ արեցին 2008-ից հետո, չմտան այդ խաղի մեջ, իսկ Նիկոլ Փաշինյանը ճիշտ հակառակը արեց։ Ու իր կաշին փրկելու համար շատ հետաքրքիր է, համ Զելենսկին է հիմա վազել Էրդողանի գիրկը, համ Նիկոլ Փաշինյանը, երկուսի վերջին հույսը մնացել է Էրդողանը։ Շատ հետաքրքիր պատկեր է ստացվել, այսինքն դրա համար էլ լիպարեցյանները պետքա գան, ասեն թուրքերը պուպուշ են, ռուսները վատ։ Բա ի՞նչ պետք է անեն։ Բա դրա համար են վարձատրվում, բա ուրիշ ինչ պետք է խոսան։ Եվ եթե այս Ուկրաինայի պատերազմը մինչև 26 թվականի ընտրությունները ավարտվի, ըստ ձեզ դա կնպաստի, թե ընդհակառակը կխանգարի Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը։ Ինչքան շուտ, նախ վերընտրության հարցը ներքին հարց է, բայց ինչքան շուտ պատերազմը բնականաբար մեծ արտաքին ազդեցություն կա այստեղ։ Ինչքան շուտ պատերազմը ավարտվի Ուկրաինայում, այնքան Թուրքիայի դերը կնվազի այս տարածաշրջանում, այնքան Նիկոլ Փաշինյանի արտաքին հովանավորների հզորությունը կթուլանա։ Այդ մասով այո, մեծ ձեռնտու է, որ Ուկրաինայում խաղաղություն լինի։ Եվ ընդհանրապես մարդկության տեսակետից ոնց կարելի ասել մեծ ձեռնտու է, որ այնտեղ պատերազմ լինի։ Այսինքն մարդիկ մեռն են, հա։ Ուկրաինայում մեռն են, Ռուսաստանում մեռն են։ Որոշակի նեղ խմբերի շահերի համար։ Չէ, մենք կողմ ենք, որ խաղաղություն հաստատվի։ Մենք կողմ ենք Պուտին-Տրամփ այդ համաձայնությունը կյանքի կոչելու, որը Ալյասկայում մեծ հաշվով մենք ինչպես հասկանում ենք ձեռք է բերվել, մենք կողմ ենք, որպեսզի մեր տարածաշրջանում Թուրքիանի դերակատարումը չբարձրացնի։ Իսկ Թուրքիան օգտվում է այդ ուկրաինական պատերազմից եւ մխրճվել է Հայաստանի ներքաղաքական դաշտ։ Հայաստանի ներքաղաքական դաշտի օրակարգ թելադրում են Ալիևն ու Էրդողանը։ Ու դա նաեւ հետևանք է ուկրաինական պատերազմի։
Այդ պատերազմը պետք է դադարեցնել, որպեսզի Հայաստանը նաև արտաքին քաղաքական միջամտություններից զերծ մնա։ Հիմա սրանք խոսում են ինքնիշխանությունից, բայց ամբողջությամբ Հայաստանը մտցրել են Թուրքիայի ու Ադրբեջանի տակ։ Հիմա մենք ասում ենք ինքնիշխանությունը այն է, որ այդ Թուրքիայի ու Ադրբեջանի դերակատարումը ներքաղաքական կյանքում վերանա կամ գոնե աստիճանաբար զրոյացվի, եթե միանգամից հնարավոր չվերացնելը։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի իրենց մցրել է Հայաստանի ներքաղաքական դաշտ։ Հիմա մենք ասում ենք, չէ, այդպես չի կարելի։ Եվ դու պետք է հեռանաս, որպեսզի Հայաստանը կարողանա շնչել։ Շնորհակալ եմ, պարոն Թևանյան։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի հետ։ Կհանդիպենք։